Դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել այրոց և մարսողության խանգարում։ Այս տեսակետը պնդում են նույնիսկ միջազգային սննդաբանները։ Այս անուշաբույր զարթուցիչի մասին հաջորդ 5 րոպեներին կիմանանք ամեն ինչ։ Բարի առավոտ։ Սուրճը պարունակում է 1200-ից ավելի քիմիական միացություն, որոնցից 800-ը պատասխանատու է բույրի և համի համար։ Այն օժտված է օգտակար բազմաթիվ հատկություններով։ Պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ PP, B1, B2, ինչպես նաև մակրոտարեր՝ կալցիում, մագնիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ և այլն։ Օժտված է միզամուղ ուժեղ հատկությամբ, ուստի հարկավոր է նաև անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանելու համար։ Սուրճը տոնուսավորող, առույգացնող ըմպելիք է, լավացնում է հիշողությունն ու օգնում է կենտրոնանալ։ Նրանում պարունակվող կոֆեինն օգնում է մեղմել գլխացավն ու կարգավորել զարկերակային ցածր ճնշումը։ Սուրճի հաճախակի օգտագործումն իհարկե օգնում է նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման վտանգը և բարձրացնել ինսուլինի հանդեպ զգայունակությունն այդ հիվանդությունն արդեն իսկ ունեցողների դեպքում։ Նրանում պարունակվող մի շարք նյութեր վերականգնող ազդեցություն են թողնում լյարդի բջիջների վրա և կանխում ցիրոզի զարգացումը։ Ըստ ծննդաբան Հոբսոնի, սուրճը բարձր թթվային ըմպելիք է, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնել թթվային արտադրություն, առաջ բերելով տհաճ ախտանիշներ։ Դիետոլոգը կարծում է, որ այս ազդեցությունից կարելի է խուսափել, եթե հրաժարվեք դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունից։ Կարևոր է սուրճը օգտագործել պարտադիր ինչ-որ ուտեստի հետ։ Այնուամենայնիվ ոչ ամեն մթերք է վերացնում այրոցի և մարսողության խանգարման վտանգը։ Սուրճը օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում սքրաբներ պատրաստելու համար։ Այն լավացնում է մաշկում արյան շրջանառությունը, թարմացնում է այն, տոնուսավորում և կարգավորում խանկային պրոցեսները։ Վնասակար հատկությունները նույնպես անմասն չեն սուրճից։ Սուրճի վրա եռացրած ջուր լցնելու մեթոդով պատրաստված ըմպելիքը արյան մեջ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների։ Օրական 4-ից 6 բաժակ սուրճ խմելու դեպքում կալցիումը հեռանում է ոսկորներից, հանգեցնելով դրանց թուլացմանը։ Չարաշահման դեպքում կարող են լինել անքնություն և զարկերակային ճնշման բարձրացում։ Հղիության ընթացքում հարկավոր է չգերազանցել օրական 1 բաժակի չափը, քանի որ երեխայի օրգանիզմից կոֆեինը դանդաղ է հեռանում, ինչը կարող է նպաստել կմախքի և ոսկրային հյուսվածքի զարգացման խանգարմանը։ Սուրճը նախաճաշի ժամանակ ճիշտ կլինի օգտագործել թեթև նախուտեստների հետ, ինչպես տոստը, բանանը, ընկույզը։ Ծանր ու յուղոտ ուտեստների համար խորհուրդ է տրվում ընտրել ըմպելիք, քանի որ երբ դրանք մարսվում են, ստամոքսում ավելի շատ թթու է արտադրվում։ Պետք է նշել, որ սուրճի նկատմամբ արձագանքը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից նույնպես, ուստի շատերը կարող են այն խմել դատարկ ստամոքսին, չվախենալով առողջության համար։ Տհաճ ախտանիշներից խուսափելու համար մասնագետները այդուհանդերձ խորհուրդ են տալիս ըմպել չափավոր և զգալիորեն նվազեցնել դրա օգտագործումը։